Վաղաշաբաթը ողողված է ընտրական պաստառներով համայնքապետի ընտրություններին հաշված օրեր է մնացել։ Տեխնատուները ընդամենը 2 օր ունեն իրենց ակտիվ քարոզարշավը ավարտին հասցնելու համար։ Ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն՝ Հաղթանակ, Մայր Հայաստան, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հայրենիք, Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ եւ Հանրապետություն։ Մեր նախորդ ռեպորտաժում կարող եք տեսնել Քաղաքացիական պայմանագիր, Համահայկական ճակատ, Հաղթանակ եւ Հայրենիք կուսակցությունների տեխնատուների հետ հարցազրույցները։ Այսօր զրուցել ենք Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն, Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ազատ դեմոկրատներ կուսակցության տեխնատու Վահրամ Ազատյանը քարոզարշավի ժամանակ խախտումներ է նկատել։ Ասում է, թե մենք Հայաստանում ենք ապրում։ Խախտումները երևի բոլորդ էլ տեսել եք, պաստառների հնարավորությունների փակցնելու վերաբերյալ մի քանի բան էլ լսել ենք լուրերից մարդկանց ինչ-որ բաներ բաժանելու վրա։ Իսկ ինչպես են տրամադրված ընտրողները, ըստ Ազատյանի, այս տարի ընտրողները նույնիսկ տեխնատուի պակաս չունեն։ Ընդհանրապես բոլոր ընտրություններից մի տեսակ մարդկանց մոտ կա այդ զգացմունքը եւ կա մի ուրիշ զգացմունք, որը ինձ ուղղակի զարմացրել է, ես չէի պատկերացնում, որ այդպիսի վախի մթնոլորտ կարող է մարդկանց մոտ լինի, ուղղակի չեն ցանկանում բարձրաձայն ինչ-որ խոսք ասել, չեն ցանկանում երևալ կամերաների առաջ։ Ժառանգություն կուսակցության տեխնատու Արկադի Փայտյանն էլ նկատել է, ժողովուրդը հոգնած ու հիասթափված է։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, քանի որ այս ժողովրդի մոտ արդեն հոգնածության աստիճանն է։ Ընտրական շտաբում տարբեր տեղերում մայրաթոռի խորհրդանիշ դրոշներ չեն ողջունում իշխանության քայլերը, նաև խախտումներ են նկատել։ Բազմիցս այո, նկատել ենք խախտումներ գործող իշխանության տեխնատուի արշավների ժամանակ եւ հիմա էլ տեսնում ենք կոնկրետ պաստառների հետ կապված խախտումներ, եթե կարող ենք այդպիսին անվանել խախտումները, կոնկրետ Արամ Սարգսյանի տեխնատուի բռնած ոճելաձևը, այսպես ասեմ, միայն փնովելով եւ վարկաբեկելով մարդկանց։ Հանրապետություն կուսակցության տեխնատու Հարություն Մկրտչյանի կարծիքով տեխնատուների ցանկում ընդդիմադիրներ գրեթե չկան։ Եղածների հաղթանակն էլ լավ տեղ չի տանի։ Նայած թե որ համատեքստում կդիտարկենք, թե եւ որ ուժին ընդդիմադիր կհրճակենք։ Եթե խոսքը վերաբերվում է քոչարյանական ընդդիմությանը, որը որ վաղար շաբաթում 2 առնվազն տեխնատուով հանդես գալիս, ապա որևէ լավ տեղ չի տանի։ Բնակիչների շատերը իրենց տեխնատուին գաղտնի են պահում, ասում են անձնական հարց է։ Իշխանական թե ընդդիմադիր տեխնատու։ Չեմ կարող ասեմ։ Գաղտնիք եք պահում։ Դե մեր անձնական գաղտնիքներն են դրանք։ Ամեն մեկը իր կարծիքն ունի։ Ոչ իշխանական։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունը 7 տարվա մեջ ոչինչ չի արել։ Իրենց նախկին ղեկավարներն էլ հիմա կոռուպցիան հարցերով քրեական գործ կավերիքը։ Դրան արգիշտի ինչաներ։ Մեխապրես, արգիշտի Մեխակյան։ Իսկ ինչու հենց իրեն։ Ես տենց եմ ուզում, իրան եմ ընտրում։ Շատ հեռու եմ այդպիսի քաղաքական հարցերից անկեղծ ասած։ Շատ Չի հետաքրքրել։ չի հետաքրքրել առանձնապես։ Մայր Հայաստանի տեխնատուի հետ չկարողացանք հանդիպել։ Կուսակցությունից հայտարարել են, թե իրենց համակիրներից բլոգեր Օնո Հարությունյանին են 5-6 հոգով գետնին տապալել, առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ։ Դեպքի առիթով ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե խուլիգանության կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական կոմիտե։ Անի Հովհաննիսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։